Հարսանիքի ամենահուզիչ և հիշվող պահը անկասկած հարսի և հայրիկի համատեղ պարն է: Դա մի պահ է, երբ ժամանակը կարծես կանգ է առնում, իսկ ամբողջ դահլիճը լռում, հարգելով այդ անչափ հուզիչ տեսարանը: Երբ հնչեցին առաջին մեղմ նոտաները, դահլիճի լույսերը մի փոքր մարեցին: Մթնոլորտը փոխվեց, դարձավ խաղաղ, մեղմ ու շատ ջերմ: Հայրիկը հուզված էր, բայց ժպիտն անթաքույց: Նրա աչքերում փայլում էր այնպիսի նուրբ հպարտություն, որը կարող էր ունենալ միայն այն մարդը, ով տարիներ շարունակ պահել ու մեծացրել է իր աղջկան, իմանալով, որ մի օր պիտի նրան ճանապարհի դեպի նոր կյանք: Հարսիկի աչքերն արդեն թաց էին: Հենց այդ պահին երաժշտությունը մի փոքր բարձրացավ: Հայրիկը հայացքով ուզում էր պատմել իր ողջ սերը, հոգատարությունը և երախտագիտությունը: Դահլիճում շատերն արցունքները չէին կարողանում զսպել: Այս պարը, ինչպես ասում էին հյուրերը, ոչ թե պարզապես գեղեցիկ էր, այլ խորապես մարդկային: Այն պատմություն էր հոր և դստեր անքակտելի կապի մասին: Երաժշտության ընթացքում էկրանին հայտնվեցին հին լուսանկարներ, փոքրիկ աղջիկը հոր ձեռքից բռնած, նաև լուսանկարներ ընտանեկան տոններից: Այդ բոլոր հիշողությունները համադրվում էին պարի շարժումների հետ, դարձնելով այդ պահը իսկական ֆիլմի տեսարան: Այդ պարը դարձավ ոչ միայն հարսանիքի ամենահուզիչ հատվածը, այլև հիշեցում այն մասին, թե որքան անգնահատելի է ծնողների սերը: Այն սերը, որը չի խամրում, չի փոխվում և միշտ մնում է նույնը, անգամ երբ երեխաներն արդեն իրենց ընտանիքն ունեն: Դա այն պահն է, երբ բոլորը զգում են իսկական հարսանիքը սրտերի միությունն է ոչ միայն երկու մարդու, այլ երկու ընտանիքների:
Բրավո, բարձր ծափարություններ, բարձր շատ։ Հայեր դոստեր Նիկոլոսյաններ, այո, շատ հուզիչ էր և շատ գեղեցիկ։ Իդեպ ես ուզում եմ այս հուզիչ պահը, գիսեմ ձեզ հետ շատ հետաքրքիր ուշագրավ ինֆորմացիայով 1972 թվականին այս օրը ամուսնացել են նաև Արամի պապիկը, Արամ Ասատրյանը, լեգենդար և նվարդը։ Եկեք ծափահարություններով շատ գեղեցիկ այս պահը նրանց, այո, ամուսնության 53 ամյակ, այո։ Սա լեգենդար օր է, իսկ այսօր 2025-ի հոկտեմբերի 25-ին տեղի է ունենում մեր հրաշքզեքի, մեր Արամի և Կրծեր Արամ Ասատրյանի հարսանյաց հանդիսությունը։ Ամեն ինչ խորհրդանշական իրոք ոչ մի բան էս կյանքում պատահական չի լինում, որովհետև Աստծո մատը միշտ